շատ քրիստոնյաներ արդեն ասացի, որ հարմար առիթի են սպասում, որպեսզի քարոզեն ավետարանը, բայց դրա համար ժամանակ չկա, ասում եք, դու խոսիր, հայտարարիր ժամանակին եւ անժամանակ։ Այսինքն կարևոր չի քեզ կլսեն թե չեն լսի, դու խոսիր։ Օրինակ Պողոս Սարաքելը որ գնաց Եփեսոս, գնաց քաղաքի հրապարակում կանգնեց, քարոզում էր, մարդ լսող չկար։ Նույնիսկ եկան, ասին թող գնաս, տակես դու մեր բիզնեսին խանգարում ես, մեր ստրուկներին դարձնում ես քրիստոնյա, մեզ չեն ենթարկում, գնա այստեղից։ Բայց Պողոս Սարաքելը չդադարեց խոսել։ Ուրեմն ժամանակ չկա խոսելու համար։ Եվ ինչ ասում Եփես նամակի մեջ, ժամանակը օգտագործեք, քանզի օրերը չար են։ Ուրեմն ժամանակը պիտի օգտագործես։ Այսինքն երբ որ դու գնում ես որևէ մեկի հետ ճաշ ուտելու, ընթրիք անելու, այդտեղ էլ կարող ես խոսել։ Գնացիր ուրախության հարսանիքին, քո կողքը նստած մարդուն էլ կարող ես ասել, գիտել այս բանը այդքան էլ ճիշտ։ Այս բանը ճիշտ չեն արել, սա ճիշտ չի, մեր քրիստոնեական ոգուն չի համապատասխանում, այսպես մենք պետք է անենք, եւ այդ մարդուն դու կարող ես փոխել։ Մեկ բառը պետք ընդամենը մարդուն փոխելու համար, բայց ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, ոչ թե սпасես, մի հատ տեսնեմ այս մարդը գա եկեղեցի, նոր իր հետ խոսեմ, այլ երբ որ գիտես այս մարդը խնդիր ունի, գնա այնտեղ խոսիր։ Դրա համար ասում եք քարոզիր եւ հայտարարիր, որպեսզի կարողանաս օգնել մարդուն։ Ուրեմն բոլոր առիթներով Հովան Ոսկեբերյանը շատ գեղեցիկ մի խոսք ունի, ասում է բոլոր առիթներով պետք է խոսվի Աստծո խոսքը, ոչ միայն խաղաղության ու ապահովության մեջ եւ եկեղեցում հավաքված ժամանակ, այլ ամեն ժամանակ, թեկուզ եւ մահվան ժամանակ։ Այսինքն ոչ թե միայն եկեղեցում պիտի հավաքված լինի, նույնիսկ մահվան վերջին ժամին, երբ որ գնում ես իրդ նստում ես խոսելու, այդ ժամանակ։ Ես շատ հաճախ երբ որ գնում եմ ննջեց, այսինքն արդեն հոգեվարքի մեջ եղող մարդկանց, տեսնում եմ տնեցներ այսպես առած նստած են ննջեցյալի մահամերձ մարդու կողքը, կամ հեռախոսի մեջ են, կամ իրար հետ զրուցում են։ Ասում եմ ժողովուրդ նստած եք կողքը, բարձրացեն աղոտ կարդացեք այս մարդկանց համար։ Ավետարան կարդացեք, թող ինքը լսի։ Ես տարիներ առաջ այստեղ ընտանիք երբ որ մահամերձ էր, ուրեմն լուսաբացի մինչև 4 իր կողքը նստած եմ եղել, ինքը գիտակցություն չուներ։ Մինչև լուսաբացի 4-ը բարձրաձայն իր համար ավետարան եմ կարդացել։ Լուսաբացին խաղաղության մեջ ննջեց այս մարդը։ Ուրեմն ամբողջ այս հոգեվարքի ընթացքում, որ նաև վճռվում է քո ուր գնալը, դու Աստծո խոսքով հարստանում ես, դու լսում ես, հոգիդ ասում է՝ տես, ինձ համար աղոթող կա։ Ուրեմն այդ մարդուն հետ կարող է ձեռքը բռնել նաև, այդ մարդու ձեռքից բռնած, որ դու միայնակ չես, այդ մահվան ժամանակ էլ ինքը Աստծո խոսքը ուզում լսել։ Եվ սա շատ կարևոր է, որպեսզի մարդը ցանկացած ժամանակ լսի այդ խոսքը։ Ոչ թե խաղաղենք, ուրախենք այդ ժամանակ կամ եթե պատերազմ է սկսում, նոր ենք սկսում աղոթել, չէ, բոլոր ժամանակների համար պիտի աղոթենք։